Քաղաքական դաշտում քննարկումներ կան, որ մինչև ընտրություններ, Հայաստանի խորհրդարանական ընտրություններ, գուցե ստորագրվի եւ Թուրքիայի հետ սահմանը բացվի։ Դուք ունեք այդպիսի զգացողություն։ Ես ունեմ այսպիսի օրակարգ զգացողությունը այս պահին զգացողության մասին ոչինչ չասեմ, որովհետեւ գիտեք ինչ, հիմա ոչ թե կապված է այդ օրակարգը, կապված է նրա հետ օրակարգի մեջ է նաև դեկտեմբերին ստորագրելը, հունվարին ստորագրելը, հոկտեմբերին, նախորդ տարվա ապրիլին, որովհետև մարտին արդեն ավարտել էին բանակցությունները, այնպես որ աշխատելու ենք։ Շատ կարևոր էր Աբու Դաբիում էլի եւ դա հաճելի պահերից մեկն էր, շատ էական տնտեսական բովանդակություն է հայտնվել մեր խոսակցություններում։ Եվ մենք քննարկում էինք, թե տնտեսական ինչ նախագծեր կան, որ ունեն փոխադարձ հետաքրքրություն, ընդ որում երկկողմ առևտրի մասին է խոսքը գնում, շատ կարևոր մի արձանագրում, որ ես կարծում եմ ամենահարմար ձևաչափն է, որովհետև ես մտածում եի, որ գործարարներին հրավիրենք եւ այլն, այս թեման արձանագրելու համար, բայց կարծում եմ սա ամենահարմար ձևաչափն է։ Տեսեք, բոլորս գիտենք, որ Ադրբեջանով դեպի Հայաստան երկաթուղային կապ գործում է եւ անխոչնդոտ է գործում, բայց շատ կարեւոր է արձանագրել, որ Հայաստանից դեպի արտաքին աշխարհ Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապը նույնպես բաց է եւ ես տպավորություն ունեմ, որ մեր բիզնեսը դեռևս չի մարսել այս լուրը, որովհետեւ ես կարծում եմ, որ մեր տնտեսվարողները արդեն պիտի մտածեն արտահանումներ։ Պարոն վարչապետ, որ ասացիք ուղիղը եւ անխոչնդոտ նկատի ունեք Ադրբեջանից Հայաստան ուղիղ սահմանահատում է եղել։ Չէ, գնացքը դե Վրաստանով է։ Այո, հիմա եթե առևտրաշրջանառությունը լավ է, եթե խոսում ենք հաստատված խաղաղության մասին, չի քննարկվում արդյոք ուղիղ սահմանահատման հնարավորություն։ Դե բայց էլի եմ ասում, երկաթուղին պետք է կառուցվի, չէ, երկաթուղի չունենք մենք այս պահին, որ ուղիղ սահմանահատում Ավտոճանապարհով, ավտոճանապարհով էլ քննարկվում է, այդ քննարկումները կան, կլինեն, դուք գիտեք, որ մենք առաջարկել ենք նաև, որ Թուրքիայից Ադրբեջան եւ Ադրբեջանից դեպի Թուրքիա, բայց ես միտքս ավարտվի։ Հիմա մենք Աբու Դաբիում եւս մեկ անգամ արձանագրվեց, որ Հայաստանից կարող են երկաթուղով Վրաստան, քանի դեռ այս երկաթուղին է գործում, Վրաստան, Ադրբեջան եւ շարունակություն դեպի Ռուսաստան, Կենտրոնական Ասիա, Չինաստան իրականացվել արտահանումներ գնացքով եւ ես ուզում եմ, որ սա արձանագրվի, այնտեղ խոսեցինք նաեւ, որ գուցե մեր բիզնեսի մոտ մի քիչ հոռետեսություն կա եւ այլն եւ Ադրբեջանի ներկայացուցիչները հավաստիացրին, որ այդ ճանապարհը չի փակվելու եւ այդ ճանապարհը բաց է եւ վերահաստատեցին, որ հայկական բիզնեսը, տնտեսվարողները արտահանման համար կարող են օգտագործել Ադրբեջանի երկաթուղին։ Սա կարծում եմ շատ էական եւ պատմական արձանագրում է, որտեղ 90-ականներից այս կողմ առաջին անգամ է նախորդ տարի, որ Ադրբեջանի տարածքով գնացք է մուտք գործում Հայաստանի Հանրապետություն, հիմա Վրաստանի տարածքով, իհարկե նաև հետագայում երկաթուղային նախագծեր իրագործելուց հետո նաև այդպես, նաև ավտոճանապարհները կբացվեն։ Առաջիկայում կարծում եմ կլինեն այդպիսի զարգացումներ, հիմա մենք աշխատում ենք դետալների վրա։